Միշտ բանը ամենամեծ ցանկություններից մեկն է աշխատանքի ինչ կլինի գնայի աշխատանքի ասենք որ առաջի ժամին Երևանի սրճարանը գործածնի բայց սկզբից կարողանեք եկել ասում եք գնամ եւ սրճարաններում սկսեմ աշխատանքային ժամերի, բայց դրան երկու խոչընդոտ կար, վայ Կարմիրը փոխեց Արագանցը։ Երկու խոչընդոտ կար։ Մի ժամանակ Միչայլոց Երևանում ժամը 8-ին բացվող սրճարան չկար։ Հետո նոր սկսել են բան անել եւ երկրորդը որ այնուամենայնիվ գաղտնի թղթերի հետ ամեն առավոտ աշխատում եմ, այդ հնարավոր չի։ Հիմա քանի որ արձակուրդում եմ այդ շանսը կա, գալիս եմ սրճարաններ, որովհետև հիմնականում քարազարշավի հետ կապված թեմաների հետ եմ առնչվում ու շատ լավ օրվա մեկնարկա։ Բոլորին խորհուրդ եմ տալիս։ Բայց ասեք որ արդյունավետ աշխատելու ժամերը 7-ից 9-ն է։ Հա։ Ոչ մեկ չի զանգում, նոր են գործի գալիս, կարողանում եք ամբողջը գործել։ Հիմա գնում ենք Աջափնյակ։ Նախորդ փորձից ելնելով մեր աջակցության խմբին ասել ենք իրանք առանձին գնանք, որովհետև մեծ խմբով մտնում ենք տրանսպորտ, էլ շարժվելու եւ մարդկանց հետ շփվելու հնարավորություն չի ստեղծվում դրա համար։ Հով ենք գնալու, հա։ Հա, վայ, ես գործիքներից հլա չեմ, հենա, ես ինչա 18 Սիլիկյան, հա, այդտեղ չենք գնում, 57 Գևորգ Չաուշի, ահան, հիմա փորձենք, հիմա, ասում ենք տրանսպորտը, պարոն Արչոփիկ, շարժվող բոլոր ավտոբուսները կարգացին։ Հիմա օրինակ ես պայն քանի ավտոբուս կա քաղաքում։ Այս պահին հենց գծերի մեջ մոտ մի 600-ից ավել։ Ոսի 600 ավտոբուս կա հիմա գծերի մեջ։ Հա, մասշտաբ է այդ։ Վայ, կելի մոռացա, լավ Ավինյան էլ ինձ համար կվճարի։ Հա, եթե կա ուսապարկը մոտիկա, լավ, ծախսի տակ չգցենք Ավինյան։ Արդեն մեկը գնել եմ, մոտ ամեն օր վերջը։ Ես քարտեզանով շատ կարմար եմ։ Միակ բանը որ թույլ չտալիս մի քանի հոգ վճարես հատով։ Դա հատուկ կարողացած ես։ Սենք չես կարա։ Իրականում ոչ միտեղ չկա, կարողանաս մի քանի անգամ վճարել։ Դրա բան ռիսկը ինչ է որ այս սարքերը իրենք չեն ճանաչում, չեն տարբերակում բանկային քարտը, տրանսպորտային քարտից, եւ այդ սահմանափակումը դրված է օրինակ նույն մետրոյում, որ այն անսահմանափակ մի քարտով բոլոր բաները չկարողանաս բացել, տուբիկները չկարողանաս բացել։ Եթե պետք է մտածել որ եթե մեկը երեխու հետ գնում է, բա ոնց անի երկրորդ։ Մենք 4 տարի հետո ես դաբար մարդիկ գտնում եմ իրենց 4 Ժամ բացի բավի։ Երև ես կուրտ կենել արդեն պետ չի ինձ շոքը հեսա գալու է նրանք համից կցենք ավտոր չէ իրոք ես խուգեմ հա չէ
Այսօր ոնց է դա որա վաղ արմավեր մի քիչ անձրև կացել եկը։ Անձրևը մեզ ինչ կա, մաստարան, Նույնիսկ քարկուտ, անձրև։ Բարև ձեզ։ Ոնց է, լավ է։ Դուք լավ լինեք։ Այո, հեսա քննեմ մաշին։ Դուք լավ եք։ Դուք լավ եք։ Լավ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալ եմ Ալիքինիկայից վերցնել այդ շաքարից դեղերը։ Դուք այնքան մեծ օգուտ տվեցիք, ես այնքան շատ էի դեղեր թողնալիս, իսկ հիմա ապրեքի դուք շնորհակալ 57, մենք 57։ Ես եմ դա նստում։ Լսի ուղիղ 6 րոպեում եկավ։ Շնորհակալ եմ։ Ես արդեն Ուղիղ 6 րոպեում եկավ։ Մալացեց։ Բայ, մոռացա։ Լավ եք։ Վճար եմ Գագիկ ջան։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Չեք գնում ժողովուրդ։ Հերթով
Հավինյան, ոնց է որ քոնը միշտ ընդունում է, մերը մեկ ու մեջ է ընդունում։ Ուզում էի վճարեի, բայց ես չվճարեմ։ Արդեն վճարել եմ, Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Իջնող կա։ Ոնց եք Ժողով ջան, արագ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց եք։ Իջնում եք արդեն։ Մի րոպե քարտեզ տվեք մի հատ կա։ Ոնց է գործերը։ Հասցնեմ ձեզ նվիրեմ, նոր իջնեք։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Լավ եք։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Հաճիկո եղբայր, լավ եք։ Լավ, դուք լավ եք։ Հա, ինչ կա։ Դուք Էս ինչ հա, ինչու։ Բարև ձեզ։ Հələ սպասեք նստենք ստեղ։ Հա, ուրախ եմ շատ։ Որտեղից եք։ Աջափնյակ դրում ենք աջափնյակ, այսօր աջափնյակում ենք քարոզություն անում։ Հաճիկով։ Լավ է ձեր տրամադրությունը։ Գերազանց։ Ուրախ եմ շատ։ Դե երևի ձեր բակեր էլ կգան, քլը կտեսնենք։ Վայ, նվիրեցի ձեզ քարտեզ։ Հա, ունեմ, շնորհակալ։ Ես մեկը բայց Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը։ Շատ Մի րոպե առավել կներեք։ ևս ձեզ հետ եմ ճամփորդում Ուրախ եմ շատ։ ավտոբուսով։ Ուրախ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ։ Բարև եք։ Շնորհակալ եմ շատ։ Հաջողություն անպայման դրա հետ ալի։ Միանշանակ։ Ինչ եք հազում, հոչ եք մրսե։ Երեք ես անձրևի տակ ընկա, բայց վիտամին C խմեցի ու ոնց որ թե լավ եմ։ Հələ ավելի լավացային ես, քան անձրևից առաջ։ Վայ։ Լեոնարդ։ Լավ ես։ Վերցրու։ Մի հատ երեխային, մի հատ էլ ձեզ։ Հաճիկո, սպասեք ձեր մոտ նստեմ, մի քիչ խոսանք։ Ահա, դուք էլ աջափնյակ եք գնում։ Հա։ Աշխատում եք, աշխատանք ունեք։ Չէ, այդպես, բայց Զբաղմունք։ Բա ինչով եք վաստակում կյանքի համար։ այդպես աշխատում եմ։ Նկատի ունեմ մշտական աշխատանք չունեմ։ Մշտական չունեմ առաջ։ Իսկ մասնագիտություն։ Մասնագիտությունը մասնագիտություն։ Ինչ։ Շինարար, հատե շինարարության մեջ եք աշխատում։ Արհեստավոր եք։ Հա, չեմ աշխատում շատ, բայց Նկատի ունեմ, ասենք, առողջության խնդիր ունեք։ Հա, Ծխում եք։ հա, բայց չեմ կարող թողել։ Դե այդ որոշման հարց է, պետքա թողել։ Աշխատում եմ։ Մի տարիք է գալիս, որից հետո այդ 40-ից հետո մարդ պետքա իր առողջությանը հետևի, ուրիշ տարբերակ չկա։ Ոնց է տրամադրությունը ձեր։ Աջափնյակում եք ապրում։ Չէ, կենտրոնում։ Կենտրոնում։ Եղբայր բարև։ Լավ եք։ Ուսանող եք։
10 կնից որտեղ սովորում սենց հա գնում ես ավտոբուսը ընդես տրանսպորտով եք գնում թե ոտով ավելի լավ առողջ լավ էլ բան եք մարզավիճակում իսկ ինչ մասնագիտություն դա ինչա տպավորությունը կողքից նորմալ մենք էլ ենք տես նկատում որ այս երևի առաջին գոնե իմ մասնակցած ընտրություններից առաջինն է որ պոզիտիվը ավելի շատ է բայց ես զգում եմ որ մարդիկ տենց նաև ավելի մանրամասն քննարկումների կարիք ունեն որոշ ուղղություններով մասնավորապես արդարություն, արդարադատություն, ապօրինի գույքի վերադարձ, կոռուպցիայի դեմ պայքար Նենց որ երևի այդ թեմաներով ավելի շատ կխոսենք առաջիկա Ճիշտ է Ես իմ միտս ճիշտ ասած սկենցաղային պուճուր խնդիրում բայց չի մե դատարան Չգիտեմ, սեփականքում ասպայլայից լուսամուտները շատ տվայ է Սեփականության ընթացքում գրել են ինքնական Ինքն էլ նայում է ինչ-որ գործարանի բակի, բայց ընդհանրապես ինքը ոչ մի բանից չխանգարում Հիմա ներսից բակել են իրանք երկատում ու ծրածած մնացել են կետպատության մեջ Մեր դատարանների ամենամեծ խնդիրը հիմա այն է, տեսեք, տենց պուճուր հարցեր կա, տրամաբանորեն պետք է հնարավոր լինի այդ հարցը գնալ, ասենք մի շաբաթում երկու շաբաթ քարը տրակի մի ամսում լուծել, ամենամեծ խնդիրն են, հա, որ հիմի որ դատարան դիմեք, կարող է տարիներով այդ դատը տևի։ Դրա համար չեմ դեպքում։ Այդ է պրոբլեմը ու հիմա ու ընդ որում ինչքան հնարավորություններ ընդլայնում ենք Քանի որ գիտեք ոնց է, որ պատկերացրեք մի հատ ամբարտա կա, ջուրը կուտակվել, որ սկսում ես բաց թողել, ինքը այնքան հեղեղը մեծանում, որ ինչքան էլ բաները, ջրանցքները լայն լինեն, մեկը չի հերիքում տեղը։ Հիմա այդ մեծագույն խնդիր է, որովհետև ու դրա մեջ լավ բան էլ կա, վատ բան էլ կա։ Լավն է նա, որ մարդիկ ավելի շատ են հասկացել, որ պետքա դատական իրավական կարգերով լուծեն հարցերը, որ հետագայում էլ խնդրեմ չլինի։ Վատն է նա, որ այդ ամբողջ ընթացքը այսօր կոնկրետ մեր դատական համակարգը չի կարողանում Ամեն ինչից բացի մի բուժուր գոնե մարդկային է, որ ասում են, էլի մարդկային հարաբերություններ են, ինչ որ քեզ չի խանգարում ընդհանրապես, ինչ կարաս, ինչ ուզում ես հարաշ։ Բայց ուրիշները խնդիր են ստեղծում։ Ուրիշները խնդիր չեն ստեղծում, սպանեի լուսամուտները փակեցից, Բայց խնդրեմն ինչի մեջ է։ Ինքը տենց է մտածում, որ իր ասենք Ասում է փակել լուսամուտը։ Ինչ ոչ մի բան չեն ասել, փակել։ Հա, իրանք փակել։ Գործարանա։ Գործարանա, բայց ասենք չհասկանում, երևի պարտուկա է ուզում սա։ Իսկ բանը, իսկ այդ պատը, այս տունը ձեր սեփականնա թղթերը ունեք։ Հողով։ Հա։ Դե չգիտեմ, հա իրավաբանը կասեր տես դեպքերում ինչ են անում, բայց իհարկե դատական կարգով է պետք է լուծել։ Փաստաբանը զրույցի վրա, ասած շատ երկար պրոցես է, բանը Բայց փաստաբաններն ասում են ձեր դիրքորոշումը ճիշտ է։ Դե հիմա ես չգիտեմ, ես վերջերս էի հայտ եկել, որ դա գրած է ինքնական։ Պատուհանն ամենական։ Հա, հասկաց։ Այդ պատուհանը չի, փոքր sense բան է։ Եկավոր արևի լույս մտնի։ Բանա, մի հարկանի է տունը։ Հա, սեփական տունը է։ Իմի չայլոց ասեմ, բանում ուրիշ լուծումներ էլ կան եւ Եվրոպայում բանում դա դες լույսն է, չէ՞, պետք ոչ թե նայել։ Ասենք օրինակ լուծումներ կան։ Չէ, լուծումներ կան, որ պատուհանները դրվում են, եթե տենց վեճ էր ալնում,
ասենք բանի վերևն են դնում պատուհանը, լույսը, ոչ մեկին չի խանգարում։ Կարողա ձեզ վրա ավելի էժան նստի ժամանակի առումով էլ, գումարի առումով էլ, պատկերացրիք չէ, այդ վերևի լուծումները, որ պատուհանը տենց են դնում։ Բայց ես հիմա այդ հնարավորություն չունեմ, մի շատ հին կումը։ Հա։ Ես անգամ ասեցի տանիքը։ Հա, ձեր խնդիրն է նա, որ բացվի պատուհանը։ Պատուհանը բացի ես չեմ տենում իրան։ Հա։ Ես որ ուզում եմ մտնել այնտեղ ինչ-որ բան տնեմ, դերևի դիմացս ու պետք է աստիճանով տան մեջ բարձրանամ, որ ասնեմ իրան։ Ինքը փոքր է, կարող է լույսը։ Չեմ կարող, Լավ եք, լավ որ ձեզ շնորհակալ եմ եղբայր։ Առաջ աստված, որը բարին այն է կարտարվիչ։ Եվ մի օր մարդիկ կհասկանան, որ մենակ Գիտեք, այդ իրանք պետք է չունենան։ տենց հարցերը իրոք ճիշտ է իրավական բանով լուծել, իրավական ճանապարհով լուծել։ Նրանց կամ պետք է հանցագործ դառնաս կամ Դե չէ դա, ուրիշ ոնց կարաս։ դե հենց այդ այդ եմ ասում, պետք է դատական կարգով, իրավական կարգով լուծվեն հարցերը։ Իրավականին տարիներ է։ Ընդունում եմ։ Որ արդեն հոգնում ես։ Իսկ երբ եմ փագե։ Ես արդեն երևի 4 ամիս կլինի այդ։ Դե մենք իրար տեսինք դատավարություններ ունեին։ Ճիշտ է, ասենք 7-ին եղավ դատարանը։ Որովհետև իմ սեփականությունն էին փակ։ Ինքնին է որ իր Փարիզն ու իմ պատկան է։ Դա Սենց մի հատ հարց է, էլ չգիտեմ։ Մարդկային ձևով չի լուծվում։ Իրավաբանորեն գետան, ստիպված մնացել ենք մտության մեջ։ Մի տարեկան ու կես երևու հետ 70 շոշակահոգում որս հետ պետք է Իսկ պետական ձեռնարկությունն է, թե մասնավոր։ Երևի մասնավոր նարավուն է մոտոր սիշվորիկերի բան ավելին առաջ մատորի զարմոտով։ Որը։ Էլեկտրոտեխնիկա։ Ռասիայի հետ է։ Հա։ Ռասիայի հետ է զարմոտ։ Հա, հասկացա։ Իակասի մեջ ասում գտվատան, вообще իրեն չի խանգարում։ Մի ամոթել անկյուն ունենա որ ոչ մի բան չի կարող, մի մոտել անկյուն։ Հավոք, մարդուն չոք ամենը մարդիկ ուշ կարամ ասում։ Կարակ հասցե, ասեք մի հատ ձեր հասցեն։ Որոնացի և իրական բաց։ Հեռախոսի համար, 93-ով։ բայց բան կա, ավելի լավ է գրեք դուք էլ, չէ, մի անջակի, գրի հեռախոսի։ Աննս Կարենն է Դնոյան։ Կարեն, Կարեն։ հələ հասկանանք այդ ինչ ձեռնարկությունը։ Շրջանառական կողմը մոկուսանը։ Հա բան չեմ խոստանում, բայց Ես- որտեղ մասնավոր, այդտեղ կարա Ձեր 1000 վերաբերմունքը մենակ այդ դրել արդեն բավականավոր։ լավ եղբայր, լավ եղեք, լավ օծես։ Ես քարտը, դեպքում կարաս ես քարտը մոտդ գցես։ Բարինց։ Ուպ։ Ոնց եք լավ եք։ Ինչ եք ասում բա։ Բա առողջության ապահովագրություն ունեք, գնացեք մեծ ստուգո եք։
բժիշկների թեռն է։ Ոնց բժիշկներից է։ Բա բժիշկներից